Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր մարտի 29։ Որովհետև ես քեզ հետ եմ, և ոչ ով քեզ դեմ չի կենա, քեզ վնասելու։ Գործք 18-րդ գլուխ 10-րդ խոսք։ Քանի դեռ Տերը գործ ուներ Պողոսի համար Կորինթոսում, ամբոխի կատաղությունը զսպված մնաց։ Հրեաները հակառակվեցին և հայհոյեցին, բայց նրանք ոչ կարողացան կանգնեցնել ավետարանի քարոզչությունը, ոչ էլ լսողների դարձը։ Աստված իշխանություն ունի անգամ ամենակատաղի մտքերի վրա։ Նա մարդկային զայրույթը իր փառքին է ուղղում, երբ այն բռնկվում է, բայց նա իր բարությունն ավելի է բացահայտում, երբ զսպում է այն, և նա կարող է զսպել այն, քանի որ նրա բազուկի մեծությունիցը կսառչեն քարի պես, մինչև որ անցնի իր ժողովուրդը։ Հետևաբար մի վախեցեք մարդկանցից, եթե գիտեք, որ կատարում եք ձեր պարտականությունը։ Քայլեք ուղիղ ճանապարհով, ինչպես Տեր Հիսուսը կաներ, և նրանք, ովքեր ձեզ դեմ կլինեն ինչպես ջախջախված եղեք և հանգչող պատրույգ։ Մարդիկ հաճախ վախենալու պատճառ են ունեցել, քանի որ իրենք էլ լցված են եղել վախով, բայց Աստծո հանդեպ անվախ հավատքը վախը վերացնում է, ինչպես սարդոստայնը հսկայի ճանապարհից։ Ոչ ոք չի կարող վնասել մեզ, եթե Տերը թույլ չտա դա։ Նա, ով մեկ խոսքով սատանային փախուստի է մատնում, անշուշտ կարող է զսպել նաև նրա գործակիցներին։ Նրանք ավելի շատ են վախենում ձեզանից, քան դուք նրանցից։ Հետևաբար, առաջ գնացեք և այնտեղ, որտեղ սպասում եք թշնամիների հանդիպել, կգտնեք բարեկամներ։